Բարի երեկո, սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ, որ մենք շարունակում ենք կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, երիտասարդության ոլորտում կարևոր խնդիրների քննարկումը այս ֆորմատով։ Մեզ կարող եք հետևել YouTube-ում եւ Spotify-ում։ Այսօր ուսուցչի օրն է եւ մենք խոսելու ենք մեր ուսուցիչներից մեկի Երևանի թիվ 56 հիմնական դպրոցի աշխարհագրության ուսուցիչ Գոհար Հայրապետյանի հետ։ Բարև ձեզ, շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Նախ ուզում եմ ձեզ շնորհավորել ուսուցչի օրվա առիթով։ Շնորհակալություն։ Եվ ուզում եմ հարցնել, արդյոք ուսուցչի օրը դուք ունեք տոնի զգացողություն։ Այո, միանշանակ կարող եմ պատասխանել, այո, թեպետ շատ է չէ հիմա հանդիպում համացանցում հատկապես ճապոնական դպրոցների օրինակը եւ որտեղ անդադ նշվում է, որ Ճապոնիայում այլ ուսուցչի տոն չկա, օր չկա եւ որովհետեւ Ճապոնիայում ամեն օր ուսուցչի օր է, որովհետեւ այն վերաբերմունքը եւ այլն չշարադրեմ։ Իհարկե դա այդպես պետք է լինի, բայց ամեն դեպքում ինչպես օրինակ ցանկացած տոն, մայրիկների տոնը, նոր տարին, ծննդյան տոնը, ինչու ոչ։ Այսօրը նույնպես ինչ որ ձևով առանձնանում է եւ հոգիդ մի քիչ այլ վերկրանքով է լցնում։ Կարծում եմ, որ իմ մոտ գոնե այդպեսին է զգացողությունը։ Ուրախ եմ լինում, շատ ուրախ։ Երեխաների այն անկեղծ շնորհավորանքները, բացիկները, նույնիսկ ուղակի խոսքով ու ամբողջ օրը, հա, եթե իհարկե դա դպրոցական օր է լինում, եթե նույնիսկ չի լինում, իհարկե դա շարունակում է պարտադիր հանգստյան օր է, բայց հաջորդիվ կգա երկուշաբթին եւ երեխեքը հիշում են, ասում են, շնորհավորում են եւ շատ ուրախալ է ուղղակի այդ զգացողությունները, չգիտեմ, ինձ թվում է ուսուցչի համար դրանից առավել զգացողություն պիտի որ չլինի կամ չկա։ Այդ ամենը ինձ բերում է այս հարցին, մեր հասարակության շրջանում շատ քննարկվում է, որ ուսուցիչները բավարար գնահատված չեն կամ գնահատված չեն եւ ուսուցչի հանդեպ հարգանքի եւ նաեւ ուսուցչի մասնագիտության հանրային հեղինակության խնդիր ունենք։ Դուք համաձայն եք այս դիտարկումների հետ։ Դիտարկումները կան, այո, եւ կոնկրետ դեպքեր, օրինակներ, որոնք լինում են, իհարկե ընդհանուր տպավորությունը այդպիսին է ավելի շատ ստեղծում, որովհետեւ վերջին, չգիտեմ, կդժվարանամ ասեմ քանի տարիներին, բայց իսկապես ուսուցչի նկատմամբ այն հարգանքը, այն ինչ որ հասկում էր հասարակությունը ուսուցչին, եթե համեմատելու ունենք մեր խորհրդային ժամանակներին, չնայած եւ այդքան էլ տեղին չի համեմատել, բայց ինչու ոչ, որովհետեւ մանկավարժությունը դա ժամանակներ, ժամանակագրություն, հասարակարգեր չպիտի ճանաչի։ Մանկավարժությունը դա ուսուցիչ լինելը դա ծեծված խոսք չասեմ, բայց կոչում է, դա էություն է, որ այդպեսին ծնվում ես դու։ Եվ այսինքն այն ինչ որ կար խորհրդային ժամանակներում ինչ բարձունքի վրա էր ուսուցիչը, ինչպեսի գնահատանքի, չէ, կարևոր չէ այստեղ, եթե ոչ գնահատանքի, ապա ոչ պարսավանքի։ Էլ եմ կրկնում, եթե կան, իսկ կան խնդիրներ, կան ուսուցիչների, բայց այդ ամենը պետք է արվի շատ զուսպ, շատ կոնկրետ, շատ մեղմ բառապաշարով կամ առհասարակ դա պիտի լուծվի այն հարթակում, որ լուծվի այդ խնդիրը եւ պետք չի որ ամեն ինչը հանրայնացվի։ Իհարկե ուսուցչի ազդեցությունը երեխաների զարգացման վրա կարծում եմ նույնիսկ քննարկման կարիք չունի, բազմաթիվ հետազոտություններ ցույց են տալիս, թե ինչպիսի մեծ ազդեցություն, թերևս ամենամեծ ազդեցությունը ուսուցիչն է ունենում, ինչը կարող է թե դրական, թե բացասական հետևանք ունենալ։ Միանշանակ, այո։ Եվ այստեղ իհարկե այդ պատասխանատվության զգացումը, որ ամեն օր աշխատում ես երեխաների հետ, որոնք նայում են քեզ հավատով, սպասումով եւ քո ամեն խոսքը նաեւ ուղղորդում է նրանց դեպի այս կամ այն կողմը, եւ խոսքը միայն գիտելիքի փոխանցման մասին չի։ Իրականում շատ ծանր աշխատանք է ուսուցչի աշխատանքը։ Եվ ինձ հետաքրքրում է այս տարիների ընթացքում ձեր ուսուցչական աշխատանքի եղել է օր, որ դուք մտածեք, որ այլևս չեք ուզում ուսուցիչ լինել։ Անկեղծ ոչ։ Ոչ մի օր չի եղել։
Եվ ավելին ասեմ, ես ինձ նույնիսկ ուրիշ աշխատանքում չեմ պատկերացնում։ Դեռ մեր ժամանակներում, երբ մենք փոքր էինք, հիշում եմ այն ժամանակ բոլոր երեխաները, մեծամասամբ աղջիկները երազում էին ուսուցիչ դառնային, տղաները օդաչու։ Հետո տարիքի հետ է տասնվեր։ Բայց ինձ մոտ այդ երազանքը փոքրուց տենց էլ չանցավ։ Իմ ամբողջ գիտակցական, նաև հետագայում գիտակցական կյանքի ընթացքում միշտ ուզել եմ դառնալ, լինել ուսուցիչ։ Այսինքն ուսուցիչը ձեր երազանքի աշխատանքն է։ Այո։ Եվ իսկապես ինչու հենց աշխարհագրության ուսուցիչ։ Աշխարհագրությունը նախ շատ եմ սիրում բնություն։ Ահա, նույնիսկ գիտեմ, չափը չեմ կարող նույնիսկ ասել ինչքան շատ։ Երևի դրանով պայմանավորված եւ իհարկե իմ ուսուցչով։ Այո, միանշանակ այդ սերը աշխարհագրության նկատմամբ ձևավորվել է իմ մոտ իմ ուսուցչից, որ նաև եղել է իմ դասղեկը։ Այդպես, ուղղակի ընտրությունս այդ, որովհետև ես բոլոր տարբեր առարկաներ շատ էի սիրում եւ լավ էի սովորում, բայց այն, որ ես պիտի հենց աշխարհագրություն ընտրեմ, դա պայմանավորված է եղել իմ ուսուցչը։ Եվ շատ սիրով եմ, իսկապես դասան եմ մտնում սիրով աշխատում, դե իհարկե լինում են միշտ էլ չի կարող չլինել սայրույթ, այն հիասթափություն, չգիտեմ, գլխացավ եւ այլն, դա անխուսափելի է, դա չի կարող չլինել։ Կարող է ինչ որ մի պահ վրդովում ես, բայց հետո գնում ես երեկոյան դա անցնում է ու հաջորդ օրը գալիս ես արդեն մոռացած։ Եվ ես իրոք շատ եմ սիրում, երևի հենց դրանից է, որ նաեւ երեխաներն էլ են զգում, որովհետև երեխաները զգում են այդ թե ուսուցիչը ինչպես է, հա, այսինքն այն որ դու սիրում ես քո աշխատանքը, դա երեխաները զգում են։ Ինձ թվում է, չգիտեմ, դա իմ կարծիքն է, որովհետև եթե սիրում ես, դու անում ես սիրով, հոգատարությամբ, նվիրումով, եւ դա հնարավոր չի չնկատել։ Դա ուղղակի հնարավոր չի չնկատել։ Եվ հիմա ձեր դասավանդած դասարաններում կան երեխաներ, որ ձեր օրինակով դառնան աշխարհագրության ուսուցիչ։ Ոչ։ Այ, տեսեք պարադոքսը, չէ՞։ Ավելին, ես ինձ ամենամտահոգիչ հարցը դպրոցի հետ կապված արդեն շուրջ 10 տարուց ավել է դպրոցում եմ աշխատում եւ մեր դպրոցը մեծ դպրոց է, 1000-ից ավել աշակերտ ունենք։ Ամեն տարի գրեթե 100-ին մոտ, եթե ոչ ավել, շրջանավարտ ենք ունենում, դա ես բոլոր դասաներում դասավանդում եմ եւ պարտադիր հարցում եմ անում շրջանավարտներին, այդ հենց վերջի տարմինյոր դասանում, ովքեր են ընտրել կամ հետագայում պլանավորեն, որ ուսուցչի մասնագիտություն, ոչ թե աշխարհագրություն, այլ ընդհանրապես ուղղակի ուսուցչի։ Եվ ցավոք այս 10 եւ ավելի տարիների ընթացքում ընդամենը 2 աշակերտ ենք ունեցել, որոնք ասել են, որ իրենք ուզում են դառնալ ուսուցիչ։ Կարծում, ինչն է, որն է պատճառը։ Գիտեք, իրոք ես փորձում եմ փնտրել այդ հարցի պատասխանը, եւ դա շատ մտահոգիչ է։ Դրանից ավելի մտահոգիչ հարց ինձ թվում է չկա, չէ, որովհետեւ պատկերացնում եք հետագա։ Ու ես իրենց էլ եմ հարցնում, ասում, բա լավ, որ դուք մեծանաք, ամուսնանաք, երեխաներ ունենաք, բա ով է ձեզ երեխաներին դասավանդելու, եթե դուք ոչ մեկ չեք ուզում ուսուցիչ դառնալ։ Ես իսկապես չեմ կարողանում բացատրել, իհարկե տարբեր կարող են լինել պատճառներ։ Մի պատճառ բնականաբար չի լինի։ Նախ այն, որ երեխաները իրենք եւ այդ ժամանակ իրանք արտահայտվում են, երբ որ ես ասում եմ, բա ինչու եւ այլն, ասում են ձեր տանջանքը տեսնելով, ձեր չարչարանքը տեսնելով մենք չենք ուզի։ Այսինքն իրենք տեսնում են, որ ուսուցիչը շատ բարդ աշխատանք է կատարում։ Դա իրենք են հենց զգում։ Մյուսը իհարկե դա այն նյութական, հա, որովհետև այսօր բոլորն էլ եւ նաեւ երեխաները արդեն իսկ մտածում են այնպիսի աշխատանքի մասին, որը կլինի բավարար եկամտաբեր, որով իրենք կարողանան իրենց սոցիալական վիճակը ապահովել եւ իրենք չեն գտնում դրա մեջ եկամտաբերություն։ Կարծում եմ դա է նաեւ, որը նաեւ խնդիր է ստեղծում, որ այսօր էլ մենք չունենք դպրոց եկող ուսուցիչներ։
ունենք դպրոցից հեռացող ուսուցիչներ եւ շատ հաճախ ցավոք շատ հաճախ հեռանում են այնպիսի ուսուցիչներ, որոնք իսկապես լավ ուսուցիչներ են, այսինքն իրենց աշխատանքը իրենք մանկավարժ են եւ հեռանում են միայն այն պատճառով, որ ուղղակի իրանք ունեն խնդիրներ սոցիալական, որոնք իրենց գիտելիքներով, իրենց մասնագիտական հմտություններով, իրենց իմացությամբ իրենք կարող են շատ ավելի բարձր վարձատրվող աշխատանք գտնել։ Եվ ես դա շատ ցավով եմ դա ասում, որովհետև ու նույնիսկ փորձել եմ արել այդ բայել, որովհետև քիչ են այսօր, ոչ թե քիչ են, ճիշտ ասեմ, ավելի շատ չեն իսկապես այն ուսուցիչները, որոնց մոտ ստացվում է այդ դասը, ստացվում է երեխաների հետ այդ ճիշտ հարաբերությունը, ստացվում է աշխատել։ Ու այդպիսի ուսուցիչներ ցավոք նաև հեռանում են դպրոցից։ Դե իրականում ճիշտ եք, ուսուցչի աշխատանքը բոլորովին էլ հեշտ չի եւ եթե չկա ցանկություն ու նվիրվածություն աշխատանքին, կարծում եմ նաև վարձատրության չափը կարող է չկանգնեցնել մարդուն, ընտրել այլ բան, որովհետև գումար կարելի է ավելի հեշտ աշխատել, գուցե ավելի քիչ ծանրաբեռնված եւ առաջին հերթին նաև պատասխանատվության տեսանկյունից ավելի թեթև աշխատանքով, բայց մյուս կողմից էլ մենք տեսնում ենք, որ պետությունը որոշակի գնահատման ձևեր է ներդնում, որոնք որ ուսուցիչների վարձատրության բարձրացմանն են նպված։ Դուք էլ նման մի ծրագրից կարծես թե օգտվել եք եւ անցել եք կամավոր ատեստավորում, կա նաև տարակարգի փոխված հնարավորությունը բնագիտական առարկաների ուսուցիչների համար եւ աշխարհագրությունն դրանց թվում գործում է լրացուցիչ հավելավճարի ծրագիր, մենք ունենք նաև գյուղական փոքր դպրոցների համար հավելավճարի ծրագրեր եւ գիտեք նկատում ենք, որ գյուղական դպրոցներում իրականում ուսուցիչների թիվը մեծանում է եւ հատկապես այն կոնտեքստում, որ եթե մարդիկ առաջ մտածում էին, որ օրինակ այս բնակավայրից մյուսը չգնան դասավանդելու, որտեվ դա այդքան էլ մեծ իմաստ չունի, նյութական նաև վարձատրության իմաստով, հիմա տեսնում ենք, որ այս իրավիճակը փոխվում է։ Իհարկե քաղաքային բնակավայրերում եւ հատկապես Երևանում, որտեղ աշխատանքային շուկան էլ ավելի բազմազան է, այստեղ իրավիճակը մի փոքր այլ է, բայց ես հիմա ուզում եմ կենտրոնանանք օրինակ հենց կամավոր ատեստավորման ծրագրի վրա, որին դուք մասնակցել եք։ Ինչ եք կարծում, արդյոք կամավոր ատեստավորման մեխանիզմը իր նպատակին հասնում է, այսինքն մի կողմից ուսուցչի մասնագիտական զարգացման դրդել եւ մյուս կողմից էլ գնահատել այդ ջանքը վարձատրության բարձրացման միջոցով։ Վարձատրության բարձրացման պարագայում, այո, միանշանակ, եւ ես բոլորին եմ հորդորում մեր ուսուցիչներին, որովհետեւ դա միջոց է բարձրացնելու աշխատավարձը։ Կամավոր ատեստավորման թեստերը կազմվում են ամբողջ մասնագիտական գիտելիքների հիման վրա, այսինքն կարևոր չի դու ավագ դպրոցում ես դասավանդում, թե հիմնական։ Հասկանալի է, որ եթե դու այդ առարկայի մասնագետն ես եւ համապատասխան կրթությունը ստացել ես բուհում, պետք է տիրապետես այդ գիտելիքին։ Բայց եթե դու չես դասավանդում, օրինակ ավագ դպրոցում, դու իսկ ցանկացած գիտելիք, ցանկացած նյութ, եթե դու անընդհատ իրեն չես կիրառում, դու մոռանում ես։ Դա անժխտելի փաստ է։ Ցանկացած ուզում է լինի լեզու, մաթեմատիկա կամ աշխարհագրություն։ Մենք ի վերջո ամեն օր դասավանդում ենք նույն, չէ, թեման եւ ուղղակի անգիր ենք անում, այսպես ասած, կոպիտ ասած էլի կներեք իհարկե, եւ երեխաներին պահանջում ենք, որ 1-2 դասում իդեպ սովորեն այդ դա էլ ասեմ, որը շատ անարդար է, այո, շատ։ Ինչ եմ ուզում ասել, տեսեք, ես կամավոր ատեստավորման համար ամբողջ ավագ դպրոցի նյութը ինքնուրույն նստել եմ, սկսել եմ կարդալ, սովորել, վերհիշել, չնայած շատ բաներ նույնիսկ ես չէի հիշում, որովհետեւ շատ վաղուց եմ ավարտել համալսարանը։ Հա, սովորեցի, կրկնեցի, գնացի
եւ հաղթահարեցի, առանց որի ես չէի հաղթահարի։ Բայց արդեն 2 տարի անցել, ես այդ ինչ որ ես կրկնել եմ, սովորել եմ, ես դրանից գրեթե հիմա չասեմ ամբողջությամբ, բայց մեծ բան չեմ հիշում, որտեղ ես չեմ կիրառում իրեն։ Այս առումով ես այդտեսեք ինչի եմ ասում եք մասնագիտական կարողությունների զարգացում կամ չէ որ կամավոր ատեստացիան բերում է, համամիտ եմ, բայց եթե դու դա չես կիրառում, այն մոռացվում է։ Բայց այդ կիրառելը կներեք նաև ձեր ձեռքում չի, միտքս բացատրեմ։ Գիտեք, այդ հարցը մեզ հաճախ էին ուղղում, որ եթե ուսուցիչը դասավանդում է հիմնական դպրոցում, ավագ դասարանների ծրագիրը արդյոք պիտի իմանա թե ոչ, բայց չէ որ մենք ուսուցչի որակավորում ունենք, որը ընդհանուր է, եւ աշխարհագրության ուսուցչի որակավորումը տալիս է իրավունք դասավանդելու ինչպես ավագ, այնպես էլ հիմնական դպրոցում, այդ չխոսելով միջնակարգ դպրոցների մասին, որտեղ բոլոր դասարաններն են։ Եվ սա նաև ընդհանուր է դարձնում պահանջը, թե ինչ պետք է իմանա այդ որակավորման ուսուցիչը։ Բայց ես մի փոքր այլ բանի մասին էի հարցս տալիս, կներեք, խոսքս այն մասին է, որ հիմա նայեք օրինակ նախագծային աշխատանքների հնարավորությունը, տարբեր թեմաներով նաև երեխաների հետ աշխատելու, այդ թվում նաև խմբակների, շրջանակներում հնարավորությունը, արդյոք ձեզ նաև չի ընձեռում ճկունություն, որ դուք խոսում եք մասնագիտական կողմնորոշման մասին, որ ուսուցիչ չեն ուզում դառնալ, օրինակ, որ դուք նախաձեռնեք գուցե աշխարհագրության շրջանակներում խմբակ, որտեղ կարողանաք նաև լրացուցիչ աշխատել այն երեխաների հետ, որոնք սիրում են առարկան, հետաքրքրված են, եւ դա նաև ուղղորդի նրանց դեպի հետագա մասնագիտական կողմնորոշում կամ նախագիծ անեք, որը նրանց ցույց կտա նաև միջառարկայական կապերը եւ նաեւ այդտեղ օգտագործեք ձեր այն հավելյալ ինֆորմացիան ու գիտելիքը, որը ձեզ պետք է եկել ատեստարման ժամանակ։ Սա ուղղակի այսպես նաեւ հարց է։ Հա, ճիշտ, շատ ճիշտ դիտարկում եք անում։ Իհարկե, ես այնպես չի որ ես ասում, որ դա պետք չի կամ բոլորովին։ Իհարկե պետք է եւ նույնիսկ անհրաժեշտ է։ Այ կիրառությունը իրոք այդ նախագծային աշխատանքների շրջանակում, որովհետև մեր առարկայական ժամանականակում ուղղակի մենք նույնիսկ մեր այսօրվա նյութը, որը կոնկրետ ես աշխարհագրության մասին ասեմ, հա, 7-րդ դասանում այնքան ծավալուն է, այնքան եւ այնքան խիտ եւ այնքան դժվար ըմբռնելի 7-րդ դասարանի աշակերտների համար, հատկապես խոսքս վերաբերում է առաջին հատվածին մեր, որտեղ ուսումնասիրվում է քարտեզ եւ ամենը կապված քարտեզի հետ, քարտեզագրում եւ այլն։ Ուղղակի մեր ժամանականակը հնարավոր չի տալիս նույնիսկ մեր այսօրվա նյութը երեխային տեղ հասցնելու։ Բնականաբար ավելին, իսկ այն ավելին այդտեղ հմտություններ, կարողություններ այդ ամենը կիրառելու շատ լավ, շատ հնարավորություն կտա նախագծային աշխատանքներում, ինչը մենք արդեն ձեռնարկել ենք հիմա, հենց այդ ոլորտում, որովհետև այստեղ մենք ուղղակի գիտելիքն ենք ամրագրում, ինչ է քարտեզ ինչպես է կազմվում կամ ինչ բաղադրիչներ ունի, բայց այդ քարտեզից հմտություններ կիրառելու, հատակագիծ կազմելու եւ այլն, այս մենք արդեն պիտի անենք նախագծային աշխատանքներում։ Ես լիովին համաձայն եմ ձեր դիտարկումների հետ, որ անպայման պետք կգան, բնականաբար հնարավոր է դա կիրառել, այն գիտելիքը ինչ որ կա ավագ դպրոցում դասավանդող ուսուցչի այդ սահմաններում, այո, պետք կգա, բայց որոշ առարկաների դեպքում, տեսեք օրինակ շատ եմ լսել, օրինակ մաթեմատիկներից, որ այն դե մաթեմատիկան ինքը արդեն իսկ շատ ավելի խորը եւ շատ բարդ գիտություն է եւ շատ տարբերվում է ավագ դպրոցի եւ հիմնական դպրոցի նյութերը։ Այ մաթեմատիկների մոտ նույնպես այդ հարցերը դրվում են ուսուցիչների մոտ մտահոգությունները եւ երևի թե դա է նաեւ պատճառը, որ ուսուցիչները խուսափում են գնալ կամավոր ատեստավորմանը։ Դե ամեն դեպքում մենք տեսնում ենք, որ ամեն տարվա վրա մասնակիցների թիվը աճ ունի եւ հիմա էլ այս տարի կարծես թե բավականին լավ մասնակցության ցուցանիշներ են, բայց նաև շնորհիվ նրա, որ մենք փորձում ենք ամեն փուլից հետո լսել ուսուցիչների մտահոգությունները,
եւ շատ հաճախ դրանք բավական հիմնավոր են թեստերի բովանդակության, ձևակերպումների եւ գործընթացի հետ կապված, որպեսզի նաեւ սա իսկապես ավելի նպատակային լինի եւ ուսուցիչներն էլ տեսնեն, որ գործընթացը գնալով լավարկվում է եւ դրան մասնակից լինեն, բայց գիտեք, այստեղ դուք մի շատ կարևոր հարց բարձրացրեցիք, որը գիտելիքի կիրառականության խնդիրն է եւ որը իրականում կարծում եմ մեր դպրոցի ամենալուրջ խնդիրներից մեկն է եւ աշխարհագրության մասին էլ խոսելիս ես հիշում եմ, երբ որ մեր երկիրը նոր սկսել էր մասնակցել TIMSS-ի հետազոտություններին, որոնք գիտեք, որ բնագիտությունից եւ մաթեմատիկայից ստուգում են տարբեր երկրների երեխաների գիտելիքների եւ նաեւ դրանց կիրառականության աստիճանը, օրինակ մեր երեխաները 4-րդ դասարանում շատ լուրջ դժվարություններ էին ունեցել նշելու քարտեզի վրա որն է լիճը եւ որն է բարձունքը, որն է սարը։ Եվ իրականում գուցե իրենք տեսականորեն կարողանային ասել ինչ է նշանակում լիճ եւ ինչ է նշանակում սար, բայց քարտեզի վրա դրանք ցույց տալը, տեղանքում կողմնորոշվելը, հյուսիսն ու հարավը տարբերելը, սա ինչ եք կարծում, սա մեր դասավանդման մեթոդի խնդիր է, սա առարկաների ծանրաբեռնվածության խնդիր է, թե սա նաև մոտիվացիայի պակասի խնդիր է երեխաների սովորելու։ Կոնկրետ այս ամբողջ ամիս մենք անցել ենք հենց 7-րդ դասանում այդ թեմաները, տեղանքում կողմնորոշվել, քարտեզագրում, հատակագից եւ այլն, ազիմուտ։ Իմ պարագայում ես մոտիվացիայի առումով ես կարող եմ ասել, որ երեխաները շատ մոտիվացված են, որովհետեւ իրենց շատ հետաքրքիր էր։ Ինչպես շարժվել, ինչ է ազիմուտը, ես այսպես դասանական բաներ փորձարկումներ սկսեցինք անել, որոշել որտեղ է մեր տարածքից գտնվում Բաղրամյան մետրոն եւ այլն, բայց մեր պարագայում խնդիրը ժամանակն է։ Մեզ տրամադրված է շաբաթական 2 ժամ, որը շատ քիչ է, շատ երեխային այդ ամենը եւ իդեպ ասեմ, նաեւ խնդիր է աշակերտների թվաքանակը դասանում։ Մեծ մոտ միջինը դասարանները 25 հոգի աշակերտ են եւ նախ գիտելիքը այդ տեսական նյութը երեխաների ձեռք բերելը դա էլի ժամանակ է ինքը պահանջում եւ հետո դրա կիրառումը եւ այն հմտությունները որոնք կզարգանան նրա մոտ այդ ամենը կիրառելու դա ժամանակ է պետք դրան, որը ցավոք չունենք։ Մենք անցնում ենք հաջորդ թեմային։ Հաջորդ օրը գալիս է հաջորդ թեման եւ դրանք շատ բարդ թեմաներ են եւ շատ խիտ։ Եվ այստեղ արդեն գալիս է լրացուցիչ աշխատանքներ, դասամիջոցներին, դասերից հետո նախագծային, բայց այդ նախագծային աշխատանքում էլ ոչ բոլոր երեխաներն են ընդգրկված։ Մեր պարագայում, աշխարհագրության պարագայում ես ուղղակի կարող եմ ասել, որ դա ժամերի խնդիր է, որ մենք չենք կարողանում հասցնել այն վերջնարդյունքը մեզ մոտ դրել ենք, չէ, վերջում կիրառությունը։ Այդ կիրառական չեմ ասում ընդհանրապես չենք հասնում, բայց շատ մասնակի։ Եվ դասանում մի քանի աշակերտներ այդ անհատական մոտեցումը, որ դու կարողանաս ամեն երեխայի, շատ եմ ուզում ամեն երեխայի հետ մի հատ դիտարկեմ տեղանքում մի տարածք եւ որոշենք դրա ազիմուտը, բայց ինչպես, երբ։ Իսկ գուցե դա նաեւ մեզ բերում են մտքին, որ արդյոք բոլոր այն թեմաները, որոնք ներառված են, բոլորի կարիքը կա եւ արդյոք առարկան չունի բեռնաթափման խնդիր։ Գիտեք, երբ որ մենք հանրակրթության չափորոշիչի եւ առարկայական չափորոշիչների վերանայման փուլում էինք, հստակ գիտեինք, որ մեր դպրոցը ունի բեռնաթափման խնդիր եւ որ երեխաներին վազեցնելով տեղեկատվության հետևից չենք տալիս բավարար ժամանակ այդ տեղեկատվությունը հասկանալու, վերլուծելու, կիրառելու եւ ցավոք այստեղ մի շատ կարեւոր խնդրի էինք հանդիպում, ինչպիսին մասնագիտական էգոիզմն է, որ մեր մասնագետները անընդհատ մտածում են, որ սա էլ է պետք, սա էլ է պետք, սա էլ է պետք, սա էլ է պետք եւ արդյունքում երեխան գրեթե ոչինչ չի սովորում։ Եվ այստեղ նաեւ այդ ճկունությունը պիտի ունենանք, հասկանալու են անհրաժեշտ տեղեկատվության ծավալը, որը կտա պատկերացում առարկայի, դրա օրինաչափությունների մասին եւ կթողնի ժամանակ, որ երեխան սիրի առարկան, երեխան տարվի առարկայով։ Ինչ եք կարծում, այստեղ բեռնաթափումը դեռ խնդիր է մնում, թե
Ինչ որ չափով այո, բայց ինչպես ճիշտ նշեցիք, ուսուցչի ճկունությունն էլ կարող է դեր խաղալ, բայց նաև ոչ միշտ է ստացվում, այսինքն շատ ճիշտ դիտարկեցիք, միշտ մտածում ենք էս էլ չէ, պետք է այս կարևորա ոնց կարող է այս երեխան էս չիմանա եւ այլն, հա, այդ բոլորս ունենք ուսուցիչների, ես թվում է ամենա մեծ թերությունն է, որ մեզ թվում է, որ մենք գիտենք երեխան ոնց կարող է չիմանա, չէ, էս չի կարելի բաց թողնել։ Բայց ամեն դեպքում եւի որոշակի բեռնաթափում ես կդժվարանամ մյուս առարկաների համար ասել, աշխարհագրության պարագայում բավականին բեռնաթափված են, բայց I7-րդ դասանի այս հատվածը, այս բաժինը, որը հենց սկիզբն է, հա, որովհետեւ աշխարհագրությունը սկսում ես ուսումնասիրել քարտեզով։ Ինքը ու հենց թեման սկսվում է աշխարհագրություն առարկան սկսում է հենց այդ բաժնով, այսինքն ու երեխան գալիս է միանգամից շատ բարդ հասկացությունների, շատ բարդ բաների ու այդտեղ կարող է արդեն ես կորցնեմ այդ աշակերտին։ Ես հնարավորինս այստեղ ինչ հնարավոր է փորձել եմ բեռնաթափել եւ ամբողջ այդ 4-5, չգիտեմ, ավելի մի քիչ թեմաներից ես վերցել եմ միայն այն ամենը, ինչ որ այդ երեխային պետք է գա կյանքում կիրառելու հմտություններ։ Պիտի այդ ուղարկեք կզնակ, դիտարկեն ձեր բեռնաթափված տարբերակը նաև մյուսների համար։ Ես քանի որ այս առիթը կա միասին խոսելու, չեմ ուզում անընդհատ մենակ ես տամ հարցեր։ Դուք ինձ հարցեր ունեք, որ այս առիթը օգտագործելով նաև կուզեք այդ բարձրացնել եւ քննարկել։ Գիտեք, այն ինչ որ հիմա այս բարեփոխումները, որ դպրոցում տեղի են ունենում, շատ հակասական կարծիքներ կան, ուսուցիչների մի մասը գտնում է, որ շատ լավ է, մի մասը գտնում է, որ շատ վատ է, ինչ է կատարվում դպրոցում եւ այլն։ Ես ինքս անձամբ գտնում եմ, որ ճիշտ է ընթանում, այսինքն այն բարեփոխումները, ինչ որ տեղի ունենում, պետք է դա, որովհետեւ մենք չենք կարող ունենալ այսօր մի կրթական համակարգ անցյալ չափանիշներով, անցյալ դարի եւ անցյալ հասարակարգի, երբ որ հասարակարգը լրիվ փոխվել է, երեխաները այսօր այլ են, ել չեմ ասում թե ինչ տեմպերով է զարգանում գիտությունը եւ տեխնոլոգիան եւ բնականաբար պիտի փոխվի նաեւ կրթությունը, մատուցման ձևը։ Բայց իհարկե խնդիրներ շատ կան եւ բայց առաջին հարցը որ կուզեի ձեզ ուղղել իհարկե այն էր ձեր տեսլականում դուք ունեք ես հասկանում եմ որ մենք հիմա գտնում ենք անցումային փուլում եւ ես միշտ իմ գոլեգաներին որ զրուցում ենք ասում եմ մենք շատ բարդ անցումային փուլում ենք այ կարող է 50 տարի հետո երբ որ շատ ընտիր մենք ունենանք կներեք էլի չեմ ուզում ասել որ դա 50 տարի հետո է լինելու օրինակի համար եմ ասում երբ որ մենք արդեն կունենանք կայացած եւ հասարակությունը լրիվ փոխված կլինի, այն ժամանակ ոչ մեկ չի հասկանալու, չի հիշելու, որ մենք հիմա սենց այդ փուլով անցել ենք։ Բնական է, ամեն անցումային փուլ, իսկ մենք մեծ անցում ենք կատարում, չէ, արմատական փոփոխություններ են տեղի ունենում։ Լինելու են դժգոհություններ, լինելու են ցանկացած նոր բան ընդունվում է միացվիններով, չէ, պարտադիր բոլորս բողոքում ենք եւ այլն, հետո ընդունում ենք, հետո հաշտվում ենք, տեսնում ենք ինչ լավ էր։ Այդ դուք ունեք այս ամենին չգիտեմ ասեմ նախաձեռնող կամ գոնե ղեկավարող դուք ունեք տեսլական երբ եք պատկերացնում մենք երբ կունենանք այն մեր երազած դպրոցը երբ սրա վերջնարդյունքը կտեսնենք այս ամենի այս բարեփոխումները շատ բարդ հարց եք տալիս իրականում եթե նայում ենք ուրիշ երկրների փորձին ովքեր գնացել են հանրակրթության չափորոշչի արմատական փոփոխությամբ դա միջինում 20-ից 30 տարի է որ դպրոցը փոխվում է այսինքն որ կարողանում են համակարգային արդեն տեսնել արդյունքը բայց գիտեք ես անընդհատ փորձում եմ այդ փոփոխությունները տեսնել նաև process-ի մեջ Եվ դուք ձեր խոսքի սկզբում շատ եք խոսում երեխաներից, ընթացքում էլ եք հիշատակում, անկեղծ ասած դա ինձ շատ հաճելի է, միշտ չի պատահում, որ ուսուցիչների հետ խոսես եւ խոսակցությունը պտտվի երեխաների շուրջ եւ կարծում եմ երեխաներն են նաեւ մեզ այդ փոփոխությունների ժամանակ ճիշտ ուղղորդում տեսնելու դրանք տեղի են ունենում թե ոչ Դուք օրինակ այնպիսի կարևոր բաներ նշեցիք, ինչպես նրանց աչքերի փայլն է, նրանց հետաքրքրվածությունն է դպրոցով, նրանց ցանկությունն է դպրոց գալ դասերին ներկա լինել, երբ որ մեթոդ ես փոխում, երբ որ փոխում ես նրանց հետ աշխատելու ձևը,
այդ տիպի եւ դուք դա ինձնից շատ անգամ ավելի լավ գիտեք, որտեվ ամեն օր դա ձեր աշխատանքի մասն է, դուք այդ փոփոխությունները սկսում եք նկատել նույնիսկ մեկ օրում, մեկ շաբաթում, մեկ ամսում եւ տեսնում եք, թե արդյոք այդ գործիքակազմը հեշտացնում է ձեր աշխատանքը, թե բարդացնում է արդյունքի հասնելու տեսանկյունից։ Հետևաբար ես կարծում եմ, որ շատ կարևոր է այդ մեծ փոփոխությունների ժամանակ ունենալ նաեւ միջանկյալ արդյունքներ, որ մեզ ճանապարհին ցույց տան մենք ճիշտ ենք գնում, թե ճիշտ չենք գնում։ Եվ ամենակննարկվող օրինակ փոփոխությունը գնահատման համակարգի փոփոխությունը։ Հիմա անկեղծ լինենք, գնահատման համակարգը դարձել էր կեղծիքի մի մեծ առարկա մեր դպրոցների համար, եւ այստեղ մի քանի անգամ ծնողներին հիշատակեցինք, նաեւ ոչ նրանց վերջին դերով։ Եվ շատ հաճախ ծնողը ուղղակի իր երեխայի մասին մտածում է թվերով։ Ինչ ստացավ, ոչ թե ինչու ստացավ, այլ ինչ ստացավ։ Եվ իրականում կարծում եմ, որ գնահատման համակարգը այնքան խիստ խեղել էր մեր ամբողջ կրթական process-ը, որ իրականում այդտեղ արմատական փոփոխությունների կարիքը կա, որպեսզի մենք վերհիշենք ինչու ենք սովորում։ Այո։ Եվ այստեղ իհարկե դա պիտի ցավոտ լինի։ Իրականում եթե փոփոխությունը բովանդակային ու իրական փոփոխություն է, ես չեմ պատկերացնում, որ դա աննկատ անցնի, բայց ինչ շատ կարևոր է թվում, որ ամբողջ ընթացքում մենք շատ ակտիվ երկխոսության մեջ լինենք եւ նաեւ ուսուցիչներից անընդհատ կարծիք լսենք, որպեսզի դուք որպես կիրառող մարդիկ ցույց տաք ինչն է աշխատում, իսկ ինչը ոչ, որտեղ այդ փոփոխությունները այնպես չի, որ գրված են քարին, այդտեղ կարող են դրանք ընթացքում լավարկվել, դառնալ ավելի արդյունավետ եւ իսկապես շատ կարեւորում եմ, որ դուք դրա ակտիվ մասնակիցը լինեք հենց ձեր հետադարձ կապը փոխանցելու եւ ճիշտ ուղղորդելու նաեւ։ Շնորհակալություն, եթե կարելի է ես այստեղ մի փոքր դիտարկում կուզեի անել գնահատման հետ կապված, որովհետեւ դա մեր ամենաշատ քննարկվող ուսուցիչներից մոտ թեման է եւ շատ այսպես բուրըն արտահայտվում են, նեղվում են եւ այլն։ Այ համբեց միավորային գնահատումը տարական դասանում, այսինքն մինչեւ 5-րդ դասարան, չգիտեմ, ես տարականում չեմ դասավանդում, բայց գտնում եմ, որ դա ճիշտ է։ Իսկ միջին դպրոցում արդեն աշակերտի գնահատական ձևավորվում է մի քանի աշխատանքներ, ամփոփիչ աշխատանքների արդյունքում, որը կարող է կիսամյակի ընթացքում լինել 2, 3 կամ 4, չգիտեմ, կապված առարկայի դասաժամերից, հա, իմ պարագայում աշխարհագրության առավելագույնը 3։ Եվ տեսեք, այստեղ մի շատ հակասություն է առաջանում ըմբռնման երեխայի եւ նաեւ ծնողի, բայց առաջի հերթին երեխայի, ես ուզում եմ երեխաների մասին իհարկե խոսել։ Եվ երեխաների մոտ արդեն այդ մոտիվացիան սովորելու ամենօրյա ուղղակի չկա։ Եթե նախկինում այն որ պետք է իրանք գնահատվում էին, մեկը վախենալով, որ վայ երկուս չկստանամ, մյուսը, չգիտեմ, տարբեր պատճառներով սովորում էին։ Այսօր երեխաների մեծ մասը չի սովորում, որովհետև ինքը գտնում է, որ ինքը չի գնահատվում։ Այսօր միավորային գնահատական ինքը չի ստանում, կգա գրավորի ժամանակը կպարապի կամ չգիտեմ ինչ որ ձևով ինքը կստանա այդ գնահատականը։ Եվ ստեղծում է մի իրավիճակ, որ ուսուցիչը լավ իմանալով չէ, վերջ-վերջով յուրաքանչյուր ուսուցիչ շատ լավ գիտի իր յուրաքանչյուր աշակերտի գիտելիքները, կարողությունները եւ հմտությունները, բայց գալիս է այդ գրավորների եւ ամփոփիչ աշխատանքների գնահատման, կիսամյակի փակում եւ տարբեր պատճառներով այն երեխան, որ շատ պարտաճանաչության մասին չխոսենք, ուղղակի զուտ այդ երեխան սովորում է, ինքը հասկանում է, որ ինքը պիտի ամեն օր սովորի, ինքը կատարում է աշխատանքը, դասանում, տանը հետաքրքրված է, բայց ինչ որ սուբյեկտիվ պատճառով կարող է ինքը գալ եւ գրավորը տապալել ու չգրել, ու չստանալ այդ գնահատականը։ Եվ մեկ ուրիշը, որը ավելի, չգիտեմ, ճկուն է, ավելի խորամանկ է գուցե կամ ինչ որ ձևով ստանում է ավելի բարձր գնահատական։ Եվ արդյունքում այն սովորող երեխան իր գնահատականը կիսամյակի փակվում է ավելի ցածր։ Տեսեք, ես շատ փոքր դետալ եմ, բայց ինքը շատ կարևոր է, որովհետև երեխաների մոտ այս ամենը ամեն դեպքում իրանք դեռևս կախված են, որոշակի կախվածություն են գնահատականից։ Դա համար եմ ես այսպես շատ մանր դետալներով ներկայացնում ձեզ։
Այստեղ անարդարության զգացողություն առաջանում երեխեքի մոտ։ Եվ նաև ինձ որպես ուսուցիչ դասավանդող, որը շատ լավ ճանաչում եմ եւ ընթացքում տեսնում եմ, արդյոք չեք գտնում, որ այստեղ գնահատման մեջ պետքա որոշակի փոփոխություն կատարվի։ Ես օրինակ մտածում եմ, որ ինքը որոշակի պետքա ինչ-որ կրեդիտային համակարգ ներդրվի, որ երեխան ինքը հասկանա, որ կան շատ այլ աշխատանքի ձևեր, որոնցից ինքը պիտի ստանա միավորներ եւ իր կիսամյակային գնահատականը պիտի ձևավորվի ոչ թե այդ 3-4 գրավորից կամ թեկուզ բանավոր, այլ ընթացքում ամբողջ իր կատարած աշխատանքից։ Իհարկե, ճիշտ է, այդ գնահատումը պետք է նաև ընթացիկ աշխատանքը արձանագրի եւ երեխան պետք է զգա դա։ Իրականում կրեդիտային համակարգի հետ կապված մենք ավագ դասարաններում դա փորձարկում ենք, բայց մենք ընդհանրապես նպատակ ունենք, որպեսզի դպրոցում սովորելու արժեքը շատ ավելի ամրապնդվի երեխաների մոտ։ Հիմա գիտեք, նաև բարձրագույն կրթության եւ գիտության նոր օրենքն է ընդունվել, որով ընդունելության համակարգն ենք նաև պատրաստվում վերանայել եւ շատ կարեւորելու ենք այնպիսի մի հասկացություն, ինչպես ատեստատի միջին գնահատականն է, որը ոչ միայն վերջում ամփոփիչ գնահատումն է կարևոր դարձնում, այլ կարևոր է դարձնում քո յուրաքանչյուր տարվա գնահատականը։ Եվ այստեղ իհարկե այդ փոփոխությունը, այսա հենց այն փոփոխությունն է, որ մեկ օրում տեղի չի ունենա։ Բայց եկեք պատկերացնենք հիմա այս տարի 4-րդ դասարան են գնացել այն երեխաները, որոնք դեռևս միավորային գնահատում չեն անցել։ Մյուս տարի նրանք կգնան 5-րդ դասարան եւ 5-րդ դասարանի 2-րդ կիսամյակից կսկսեն ստանալ միավորներ։ Քանի որ իրենք արդեն սովորել են առանց միավորների, իրենց մոտեցումն ու վերաբերմունքը եւ սովորել են գնահատվել առանց միավորների։ Իրենց վերաբերմունքը այդ գնահատման համակարգին այլ է լինելու։ Եվ այստեղ դուք շատ հնարավոր է որ ճիշտ եք եւ այստեղ կարիք կա լրացուցիչ քննարկել ու հասկանալ ընթացքում գնահատելու մեխանիզմները ավելի լավ արկել, բայց մենք պետք է նաեւ հասկանանք ինչպիսին է այս երեխաների համար գնահատման այն տրամաբանությունը, որ դրված է, արդյոք դա բավարար է, թե բավարար չի, որպեսզի նրանք սովորելու մոտիվացիան նաև գնահատման տեսանկյունից չկորցնեն, բայց իրականում այդ հարցը նաև տարբեր ուսուցիչներ են բարձրացնում ընթացքում գնահատելու այդ կապված հնարավորությունները, եւ ես կարծում եմ մենք առաջիկայում նաև կզնակի մասնակցությամբ մի քննարկում կունենանք, որպեսզի այդ բոլոր մտահոգությունները հաշվի առնելով հասկանանք, թե ինչ կարելի է անել։ Այս որ սա անվերջ աշխատանք է, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ եւս մեկ անգամ միասին զրուցելու համար։ Իսկապես շատ կարևոր դիտարկումներ արեցիք, որ հիմա մեր զրույցը կավարտվի, բայց ես կշարունակեմ մտածել դրանց մասին ու հույս ունեմ, որ առիթներ կունենանք միասին խոսելու թե բարեփոխումներից, թե նաև ուսուցիչների արժևորման ու գնահատման այն մեխանիզմներից, որ պիտի օգնեն նաև այս մասնագիտությունը դարձնել մեր երիտասարդների համար շատ ավելի գրավիչ։ Շնորհակալ եմ ես էլ շատ հրավերի համար եւ այս նախաձեռնության համար։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։